Գիրք ծննդոց Գլուխ 16 Հագար և Իսմայել Արտաբրամի կինը Սարան նրա համար զավակներ չբերեց, և նա մի աղախին ուներ, Եգիպտացի, ում անունը Հագար էր։ Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է երեխա ունենալուց, ուրեմն մտիր աղախնիս մոտ, գուցե նրանից զավակներ ունենամ»։ Եվ Աբրամն անսաց Սարայի ձայնին։ Եվ Աբրամի կինը Սարան իր եգիպտացի աղախին Հագարին առավ Աբրամի Քանանի երկրում 10 տարի ապրելուց հետո և նրան տվեց իր ամուսնուն, Աբրամին, որ նրան կին լինի։ Եվ նա մտավ Հագարի մոտ, և սա հղիացավ։ Եվ երբ տեսավ, որ հղի է, իր տիրուհին նրա աչքում արհամարհվեց։ Եվ Սարան ասաց Աբրամին. «Իմ անիրավությունը թող քո վրա լինի, ես իմ աղախնուն տվեցի քո գիրկը, և երբ տեսա, որ հղի է, ես նրա աչքում արհամարհվեցի։ Տերը թող իմ ու քո միջև դատաստան անի»։ Եվ Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո ձեռքում է, արա նրան ինչ ուզում ես»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա երեսից։ Եվ Տիրոջ հրեշտակը գտավ նրան անապատում ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհին գտնվող աղբյուրի մոտ, և ասաց. «Հագար, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս և ուր ես գնում»։ Եվ նա ասաց. «Ես իմ տիրուհու Սարայի երեսից եմ փախչում»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ետ դարձիր քո տիրուհու մոտ և նրա ձեռքի տակ խոնարհվիր»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Քո սերունդը խիստ բազմացնելու եմ, այնպես որ շատությունից չի հաշվվելու»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես, և նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։ Եվ նա մի վայրագ մարդ կլինի, նրա ձեռքն ամեն մարդու դեմ է լինելու, և ամեն մարդու ձեռքը իր դեմ։ Եվ նա բնակվելու է իր բոլոր եղբայրների ներկայությամբ։ Եվ նա իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու Աստված, տեսնում ես ինձ, որովհետև ասաց. ես էլ փնտրեցի նրան, ով ինձ տեսնում է»։ Այս պատճառով էլ այդ ջրհորը կոչվում է Լահայրոյի ջրհոր։ Այն Կադեսի և Բարադի միջև է։ Եվ Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի իր համար ունեցած որդու անունը Իսմայել դրեց։ Եվ Աբրամը 86 տարեկան էր, երբ Հագարը Իսմայելին ունեցավ Աբրամի համար։